Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն մայիսի 30-ն է եւ այսօրվա մեր հիմնական այս հաղորդումը հիմնականում վերաբերվելու է Իրանին, Ուկրաինային եւ այն ամեն ինչ տեղի ունենում աշխարհում։ Հայաստանից էլ ունենք խոսելու, բայց ասեմ, որ վերջին օրերին մենք շատ էինք խոսում Հայաստանից եւ տեսա ու հասկացա այն, որ աշխարհում տեղի ունեցողը կարծես թե մեր ուշադրությունից ինչ որ չափով դուրս է մնացել, ճիշտ է միշտ էլ անդրադարձել ենք, բայց հիմնական շեշտը դրել ենք Հայաստանում տեղի ունեցողի վրա։ Այսօր ճիշտ հակառակը կանենք, կխոսենք Հայաստանից, բայց փորձենք հիմնական ուշադրությունը սևեռել աշխարհում տեղի ունեցողի վրա։ Սակայն այնուամենայնիվ պետք է սկսենք Հայաստանից։ Տեսնում եմ հարցումներ, սիրելի հայրենակիցներ, հետաքրքիր նոր հարցումներ եւ տվյալներ կան, եւ ըստ այդ հարցումների ընտրությունների մասով քաղաքացիական պայմանագիրը ստանում է մոտ 65%, Հայաստան դաշինքը մոտ 6%, կարող է նույնիսկ նվազել, Հայաստան դաշինքի տոկոսը իմ պատկերացմամբ եւ շատ հավանական է, որ նրանք չհայտնվեն ապագա խորհրդարանում, բայց ահա ուժեղ Հայաստանը, որին որ ըստ այդ հարցումների տալիս են 12%, ամենայն հավանականությամբ Հայաստանի խորհրդարանում կլինի ներկայացված որպես ամենամեծ ընդդիմադիր ուժը։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, թե ինչի շնորհիվ է այդ ուժը հավաքում 12%, ամեն օրվա ռեժիմով մենք բացում ենք հագագծերը, չեմ կարծում, որ այսօր էլ արժի դրա մասին խոսել, բայց ես ինքս անձամբ չեմ ընդունում, որ եթե նույնիսկ այդ 12%-ները հավաքի այդ ուժը, այդ 12%-ները լեգիտիմ 12%-ներ կլինեն։ Բայց նույն ժամանակ պետք չէ թուլանալ, քանի որ մենք տեսնում ենք անձամբ Վլադիմիր Պուտինն է շատ լուրջ ձևով կենտրոնացել Հայաստանի վրա եւ չնայած որ հարցումները շատ գոհացնող են, այնուամենայնիվ շատ մեծ ուժեր եւ ռեսուրսներ են ներդրել Ռուսաստանը, որպեսզի Հայաստանում այս ընտրությունների ժամանակ հաղթանակ տանեն իրենց ուժերը։ Դրա համար պետք է չափազանց զգոն լինել, պետք է շատ լուրջ վերաբերվել այս ընտրություններին, քանի որ հակառակը Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կորուստն է։ Դուք տեսաք նաեւ երեկվա Քոչարյանի հարցազրույցը, դե հնարավոր է մի մասը ձեզանից չի տեսել, բայց համոզված եմ, որ մեծ մասը տեսել է եւ դիտել է, ընդհանուր պատկերացում միանշանակ կազմել եք, եւ ես էլ երկու խոսքով ընդհանրապես անդրադառնամ, քանի որ ես չեմ ընդհանրապես սիրում Քոչարյաններին եւ ընդհանրապես նախկիններին անդրադառնալ, քանի որ համարում եմ, որ դա իրենց գովազդն է եւ իմ կարծիքը արդեն ասեցի, հնարավոր է նույնիսկ ընդհանրապես նրանք խորհրդարանում էլ չհայտնվեն։ Դրա համար շատ կարճ կասեմ, երևի նոր ձև են ստացել, նոր ստրատեգիա են որդեգրել, երբ որ Պետրոս Ղազարյանը Քոչարյանին հարց էր տալիս, բայց ասում է հիմա Փաշինյանի օրոքել է այդպես։ Այդպես չէ, այսինքն այն բոլոր մեղադրանքները, որոնք որ ուղում էր Պետրոս Ղազարյանը Քոչարյանին, ինքը ասում էր, որ նույնն է եւ նույնիսկ ավելի վատ է հիմա, նույն պետական ռեսուրսն է կիրառվում, կաշառակերություն կա եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն իրեն հետ համեմատելով ԿՊ-ն եւ Փաշինյանին փորձում է հասնել նրան, որ վարքաբեկի Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը, այսինքն իրենք երևի թե շատ լավ հասկանում են, որ կարող է շեմնել չհատեն եւ չմտնեն խորհրդարան, բայց վարքաբեկել պետք է փորձեն, պետք է հասարակության մեջ խոսակցություններ գցեն եւ հասարակությունը սկսի խոսել եւ համեմատել նույնականացնել Փաշինյանին Քոչարյանի հետ։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծ մասը շատ լավ թացը չորից տարբերում է, սակայն կրկնեմ, սա պատահական չէ եւ կամաց կարող է իր բացասական էֆեկտը ունենալ։ Դրա համար այստեղ եւս չափազանց զգոն պետք է լինել։ Իսկ որ դա նաեւ Ռուսաստանից է գալիս, ես կասկած չունեմ, իսկ Ռուսաստանի մասով, որ փորձում էր ամեն գնով Ռուսաստանին արդարացնել, կամ նաեւ ինչու՞ չէ Ադրբեջանին, ես նաեւ դա տեսա, երևի դուք էլ նկատեցիք, ասում է որ փաստացի Նիկոլ Փաշինյանի պահվածքի պատճառով տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, իբր Ադրբեջանը ստիպված եղավ արձագանքել Փաշինյանի սադրանքներին եւ սկսել պատերազմ։ Իմաստը դա է։ Չեմ ասում բառացի եմ մեջ բերում, բայց իմաստը
իր ասացի դա է եւ սա բավականին լուրջ մեղադրանք է Հայաստանի Հանրապետության հասցեին, նման մեղադրանք, որը որ հնչեցնում է Բաքուն։ Եվ ես հիմա տեսնում եմ ադրբեջանական թերթերում մեծ ոգևորություն, որ Քոչարյանը ընդունել է, որ Հայաստանն է եղել պատճառը, որ պատերազմը տեղի է ունեցել։ Այդպիսի վերնագրեր են իրենց կայքերում եւ այդպիսի հոդվածներ են իրենք հրապարակում։ Այսինքն իրենք շատ ուրախ են, որ իրենց քարոզչական այդ կեղծ թեզը աջակցություն է գտել Հայաստանի երկրորդ նախագահի կողմից։ Մնացածի մասին կարող եք ինքներդ դատողություն անել, ես կարծում եմ, որ մեզ հետևողներից շատերը իրենց դատողությունները շատ վաղուց արդեն արել են Քոչարյանին վերաբերյալ եւ Քոչարյանի հարցազրույցների վերաբերյալ։ Մենք նաեւ տեսանք Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը այն մասին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցության համար, այստեղ ասում են գնալը լինի, գալը չլինի, կապիրկինի, բայց Ռուսաստանը շատ լուրջ է իրոք տրամադրված հիմա ընդդեմ Հայաստանի իրենց յուրաքանչյուր մի քայլ, յուրաքանչյուր հայտարարություն, թե ԱԳՆ-ի, թե Պուտինի, թե իրենց խորհրդարանականների, նաև ռոպագանդիստների մեկ բանի մասին է վկայում, որ Ռուսաստանը ձգտում է հասնել առավելագույնի։ Մենք տեսանք նաև երեք Reuters-ի հրապարակումը, դրան մասին եւս խոսեցինք, եւ իրոք ահռելի մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանը, որպեսզի ազդեն ընտրությունների վրա։ Ես կարծում եմ, որ իրենք անպայման կունենան պլան B, վատ իմաստով շատ պլան B, դրա համար մենք մեր զգոնությունը չպետք է որովհետեւ պահ կորցնենք եւ ասենք, եթե ԿՊ-ն ստանում է 65% եւ ուրիշ հարցումներով նույնիսկ ավել ամեն ինչ շատ լավ է։ Չէ, ես կարծում եմ, որ հիմա Ռուսաստանը ավելի շատ եւ լուրջ ռեսուրսներ է ներդրել Հայաստանում, քան ժամանակին Մոլդովայում, եւ սա բավականին լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս, բայց միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթանակ է տանելու եւ այդ նենք ստրկամիտ ուժերը, որոնք որ կան Հայաստանում եւ իրենց հովանավորները միանշանակ պարտություն են կրելու։ Ձեր շնորհիվ սիրելի հայրենակիցներ, իրենք պարտություն են կրելու։ Պուտինի սպառնալիքներին ես երեք մանրամասն անդրադարձել եմ, երևի դուք զան շատերը տեսել են երեկվա մեր հաղորդումը, եթե չեք դիտել անպայման դիտեք։ Ես ուղղակի մոռացա ասել այն, որ Պուտինը նաև սպառնում էր հայկական գինուն։ Ինչու է սա շատ կարևոր։ Ասում է, թե Ռուսաստանը չգնի հայկական գինին, ուր եք դուք դա տանելու։ Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Պորտուգալիա, ուր եք դուք տանելու հայրին ասում է, եւ հիշեցնեմ, նույնն էին ասում վրացական գինիների համար, ինչու համար է սա այս մասին խոսեցի, նույնն էին ասում վրացական գինիների համար եւ հիմա վրացական գինիները ամբողջ Եվրոպայում են։ Եվրոպան գնում է վրացական գինին։ Բայց ոչ միայն Եվրոպան, այլ նաեւ ռուսներն էլ շատ լավ գնում են վրացական գինին։ Հիմա խոսենք միջազգային հարցերից, սիրելի հայրենակիցներ։ Բավականին հետաքրքիր արձագանք է գտել Ռուսաստանի անօթաչու թռչող սարքի հարվածը Ռումինիային, որտեղ որ 2 հոգի վիրավորվեցին, 70 հոգի տարհանվեց, վիրավորներից մեկը 14 տարեկան անչափահասեր, գիտեք այս մասին եւս խոսել եմ։ Հիմա ՆԱՏՕ-ում բավականին լուրջ քննարկումներ են, փորձում են միջոցներ ձեռնարկել ընդդեմ Ռուսաստանի։ Մեդվեդևը կրկին լկտի հայտարարությունները անում տեսնում ենք, չնայած որ Պուտինը ասում է, որ իրենք չեն, բայց Մեդվեդևի հայտարարություններից լկտի դուրս է գալիս, որ շատ լավ է իրենք են եւ մտածված քայլերով փորձում են հարված հասցնել, փորձում են սարսափ եւ վախ տարածել եվրոպական երկրների շարքում, նաեւ սպառնում են, որ հարված կհասցնեն դրոն արտադրող երկրներին, որոնք որ Ուկրաինային օգնում են դրոն արտադրել եւ ընդհանրապես ռազմական տեխնիկա արտադրել, եւ այդ հայտարարության անդրադարձել է նաեւ Լեհաստանի վարչապետը։ Լեհաստանը շատ լուրջ է վերաբերվում իրականում ռուսական սպառնալիքներին եւ ասեն, որ ամենապատրաստված երկիրն է, ամենապատրաստված ուժն է այս պայդրությամբ ամբողջ Եվրոպայում, որը որ կարող է դիմակայել ռուսական ագրեսիային։ Բավականին լուրջ զինված, պատրաստված, ամեն առումով շատ լուրջ երկիր է դարձել Լեհաստանը։ Տեղի ունեցածը նաև շատ լուրջ ձևով քննադատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերով ռուսական այս ագրեսիան
եւս մեկ շատ կարևոր գիծ է հատել, կարմիր գիծ, եւ սա բավականին լուրջ սպառնալիք է։ Պեսկովն էլ հայտարարությամբ է հանդես եկել, որ Եվրոպան կոնֆլիկտի մաս է, փաստացի կոնֆլիկտի մաս է, եւ այն չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, քանի որ մենք հիմա տեսնում ենք, որ Եվրոպայում լուրջ քննարկումներ կային, թե ովքեր կարող է բանակցեն Եվրոպայի անունից Ռուսաստանի հետ Ուկրաինայի մասով։ Դրա համար հա Պեսկով այդպիսի հայտարարություններ է անում, ամերիկացիներին փաստացի կոնֆլիկտի մաս չեն ճանաչում, բայց եվրոպացիներին ռուսները ճանաչում են։ Ընդհանուր առմամբ հասկանալի է ռուսների դիրքորոշումը, պահվածքը, իրենց շատ ձեռնտու եղավ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, դրա համար իրենք այսպիսի հայտարարություններ են հիմա անում։ Բայց մենք նաև տեսնում ենք այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հոգնել են միջնորդական առաքելությունից Ուկրաինայի մասով, արդեն բացի կարծես հայտարարում են այդ մասին, դրա համար եվրոպացիներն են ակտիվանում եւ իրար մեջ սկսել են որոշել, թե ով է ներկայացնում, ինչպես արդեն ասեցի, Եվրոպան Ռուսաստանի հետ բանակցություններում։ Քանի որ անդրադարձա ռուս-ուկրաինական պատերազմին, ասեմ, որ այսօր շատ հետաքրքիր օր է նրանով, որ Ուկրաինան կարողացել է իր անօդաչու թռչող սարքերի միջոցով, իր դրոնների միջոցով կարողացել է խոցել երկու ռուսական ինքնաթիռ Տու-142 ինքնաթիռներ եւ բալիստիկ կայաններ է կարողացել ոչնչացնել, Իսկանդեր հրթիռների բալիստիկ կայաններ Տագանրոգում առավոտվանից ստացվում էին տեղեկություններ, որ Տագանրոգում հարվածներ են հասցնում ուկրաինական դրոնները։ Նրանց բացի Ֆեոդոսիայում է հարվածներ հասցվել անօդաչու թռչող սարքերի կողմից եւ այնտեղ նեֆտեվազաներից մեկը այրվել է։ Այդ մասին նաեւ տեղեկացնում են տեղական իշխանությունները, իսկ ուկրաինական ԳՈՒՌ-ը հայտարարում է, որ արդեն իրենց անօդաչու թռչող սարքերը կարող են հատել 3500 կիլոմետր հեռավորություն եւ փաստացի կարող են հասնել մինչեւ Ուրալ։ Նույնիսկ ռուսական Ուրալը Ռուսաստանի խորքում արդեն իսկ անպաշտպան է եւ Ուրալում գտնվող իրենց համար շատ կարեւոր նշանակետեր նույնպես խոցել էին Ուկրաինայի համար։ Պատկերացնում եք 3500 կիլոմետր կարող են հատել արդեն ուկրաինական դրոնները անխոչնդոտ, անխափան կարող են հասնել մինչև Ուրալ եւ հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում։ Եթե այս կռիվը այսպես շարունակվի եւ 2 տարի տևի, ես կարծում եմ, որ ուկրաինական դրոնները կարող է հասնել մինչև Վլադիվոստոկ։ Այդ Ռուսաստանը հզոր է եւ սպառնում է Հայաստանին։ Դա շատ կարեւոր է, որ մենք միշտ նշենք եւ հիշեցնենք։ Բայց անպես չէ, որ Ռուսաստանը ցավոտ հարվածներ, եթե անկեսնեն չի հասնում Ուկրաինային, այսօր էլ Զապորոժիում բավականին ցավոտ եւ անմարդկային հարվածներ է հասցրել Ռուսաստանի Դաշնությունը, հարված են հասցրել ռուսները երկաթգծին Զապորոժի եւ այնտեղ մահացել է այդ հարվածների պատճառով գնացքի վարորդը, ինչպես նաեւ 2 աշխատակից նույնպես վիրավոր է։ Եվ ահա այս ֆոնին, կատարվողի ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարար Պիտ Հեքսեթը, նա նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կգտնեն միջոցներ եւ ձևեր, որպեսզի պաշտպանեն Ուկրաինային։ Հետաքրքիր հայտարարություն է, քանի որ մենք տարբեր շակասական հայտարարություններ շատ հաճախ ենք լսում Թրամփից եւ Թրամփի վարչակազմից, բայց այդպիսի հայտարարություն փաստացի արել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարար Պիտ Հեքսեթը, դրանից բացի ինքը այսօր կոչ է հղել իր դաշնակիցներին Ասիայում, ասելով, որ Չինաստանը շատ մեծ արագությամբ զինվում է, իրենք հիմա նաև իրենց ատոմային դոկտրինան են փոխում, ատոմային զենքն են շատացնում կտրուկ չինացիները, դրա համար կոչեր են հնչում այսպիսի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրենց դաշնակիցներին ուղղված եւ ասում են, որ ձեր բյուջեից բավականին մեծ մաս պետք է հատկացնեք պաշտպանությանը, եթե չեմ սխալվում, 3.5%-ի մասին էր խոսքը, ինչպես որ ժամանակին Միացյալ Նահանգները կոչ էին անում ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել իրենց ծախսերը, հիմա Ասիայում իրենց դաշնակիցներին փաստացի նման կոչեր են հղում Միացյալ Նահանգները Չինաստանի զինվելու պատճառով։ Իրանի մասով
Իրանի մասով բավականին դժվար է գլուխ հանել, թե ինչ է տեղի ունենում, քանի որ Թրամփը այդտեղ անձամբ է հայտարարություններ անում եւ շատ հայտարարություններ անում, բայց ոչ միայն Թրամփը, քանի դեռ Թրամփը որոշումներ է կայացնում Իրանի մասով, Գալիբաֆը կրկին հայտարարություններով է հանդես գալիս, խորհրդարանի ղեկավարը Իրանի եւ ասում է, որ մենք բանակցում ենք մեր հրթիռների միջոցով, հերահար հրթիռների միջոցով։ Եվ նա ասում է, որ մենք չենք հավատում նաև մեր հակառակորդներին, ոչինչ չենք անի, մինչև որ մեր հակառակորդները չդիմեն գործողությունների եւ ըստ նրա բոլոր բանակցություններում հաղթում է նա, ով ավելի լավ է պատրաստված, ավելի լավ է զինված եւ ով հաղթանակ է տարել այս պատերազմում։ Իրենց մինչև հիմա թվում է, թե իրենք հաղթանակ են տարել այս պատերազմում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց ասեմ, որ Թրամփի հայտարարությունների պատճառով սխալ քայլերի պատճառով այնպես չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ որ լուրջ հաղթանակ են տարել Իրանի նկատմամբ, դա էլ ընդունենք, բայց պարտությունը ծիծաղելի է, ովքեր որ պնդում են, թե իբր նահանգները պարտություն են կրել, ուղղակի դեռևս Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփի պատճառով կրկնեմ, չեն հասել իրենց նպատակներին Իրանում, բայց դա չի նշանակում, որ վաղը մյուս օրը իրենք իրենց նպատակներին չեն հասնելու։ Երեք հաղորդագրություն եղավ, որ այս պահին Թրամփը ուղևորվում է Սպիտակ տան իրավիճակային սենյակ եւ մինչեւ Իրանի վերաբերյալ վերջնական որոշում չկայացնի, այնտեղից դուրս չի գալու, հավանաբար մինչեւ հիմա այնտեղ է, կատակում եմ իհարկե, բայց որոշումը այն էր, Թրամփը իր սոցիալական ցանցում հրապարակեց, որ որոշում կա, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվեն Հորմուզի նեղուցի շրջափակումից, բայց նույն ժամանակ եթե տեսնեն, որ ականապատել կրկին սկսեն իրանցիները Հորմուզի նեղուցում, դա կարող է դիտվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ թշնամին ռազմական պատերազմական գործողություններ է վարում եւ այդ ժամանակ կարող է իրենք հարված հասցնեն այն նավերին, որոնք որ փորձում են ականապատել Հորմուզի նեղուցը։ Հորմուզի նեղուցը ականապատ է այնպես էլ, խոսքը երևի նոր ականների տեղադրման մասին է եւ եթե մենք ուշադիր լինենք, Թրամփը խոսում է Հորմուզի նեղուցի շրջափակմանը վերջ դնելու մասին, այսինքն ապաշրջափակում է կոնկրետ Հորմուզի նեղուցը կոնկրետ Միացյալ Նահանգների կողմից, քանի որ Իրանը փակել էր շրջափակման մեջ էր վերցրել Հորմուզի նեղուցը, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ հետո ժամանակ անց միացան այդ գործողությանը արդեն ընդդեմ Իրանի, այսինքն Իրանը չէր կարողանում նավթ վաճառել, նավթ արտահանել, հիմնականում այդտեղից սկսեց տուժել կարծես թե Չինաստանը, հիմա Միացյալ Նահանգները հայտարարում են, որ Հորմուզի նեղուցի շրջափակմանը իրենք վերջ են դնում, ահա դա է որոշել Միացյալ Նահանգների նախագահը, բայց Փիթ Հեքսեթը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ դա չի վերաբերվում Իրանին։ Այսինքն Իրանի ծովային շրջափակումը շարունակվելու է։ Մի քիչ բարդ է հասկանալ, երևի իրանական նավերը այնուամենայնիվ կմնան շրջափակման մեջ, բայց Չինաստանին եւ այլ երկրների, որոնց որ թույլ է տալիս Իրանը մտնել Հորմուզի նեղուց եւ նավթով դուրս գալ, այդ երկրները կկարողանան մտնել իրենց նավերով եւ դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Ամենայն հավանականությամբ հենց դա է տեղի ունենալու, այդպիսի որոշում է կայացրել Դոնալդ Թրամփը։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։